Արշակ Սրբազանը եւս զղջացել ու ապաշխարել է ու ներում է ստացել։ Նախ ասեմ, որովհետեւ ներողություն, որովհետեւ ասեցին տեղեկություններ տարածեցին, որ իր մասնակցությամբ տեսանյութը տարածված ճիշտ է եղել եւ կեղծված չի եղել։ Ասեմ, այդ տեղեկությունը նախ ճիշտ չի եղել, կեղծված է, արհեստական բանականությամբ ստեղծված է։ Բացի այդ, դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի մարդուն հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անվարո տեսանյութ պատրաստել, մարդու լողասենյակում այդ մասին տեսանյութ այդ կամերա են դրել, որպեսզի մարդուն մերկ նկարեն, կարողանան այդպիսի տեսանյութ պատրաստել։ Երեք ճիշտ ասած մեր հարազատներից մեկն էր զանգել, ասենց շատ հարազատ անձնավորություն, ասում է, դեր այդ տեսանյութը նայել եմ, այնտեղ որ ասում են, այս ինչի հետ է, այս ինչին ես անձամբ ճանաչում եմ, նա չի տեսանյութում, ասում եմ, արգելից, ինձ ես բացատրում, դե գնա 3 միլիոն բերան փակի, նման ապատեղեկատվություններ նպատակ ունեն թշնամանք տարածելու, նախ տեսանյութը ապօրենի է արվել, ինչպես են նման եւ ապօրենի է արված եւ արհեստական բանականության արդեն արված է կներեք, ապօրենի տիկնոջն են արհեստական բանականության բոլորի նայեք իրեն մարդուն պիտի որպեսզի մեր արհեստական բանականության համար միջոցով այդպիսի վիդեո ստեղծեն, պիտի մարդուն մերկ նկարեն եւ այդ նպատակով իրենք նույնիսկ բոլոր մի քանի կամերաներ փորձաքննության արդյունքներ ունեք։ Ես իմ սեփական աչքով, նույնիսկ անզեն աչքով տեսանյութի վատ որակը գլխի շարժումից սկսած դեմքի շարժումից ձեռքի հստակ երևում է, որ դա արհեստական, դա ուղղակի առանց մասնագետ լինելու հստակ երևում է, բայց նաեւ ապօրենություն է կատարվել։ Մեզանից շատերին նաև գաղտնալսել են ապօրենի կերպով, հետևել են, հետապնդել են տարբեր ձևերով, ինձ էլ բազմաթիվ անգամներ տանից մինչև եկեղեցի, ասենց ոստիկանական մեքենաներով, ասենց ոչ ոստիկանական տարբերանշան մեքենաներով հետևել են, երկար ժամանակ հավանաբար նաև հեռախոսով են գաղտնալսել, ես որևէ մեկ կոմպրոմատից չեմ վախենում, նախ այնպիսի բան առաջ չունեմ որևէ բանից հետ վախենամ, անկեղծորեն ասեմ, բայց նաև եթե նման նյութեր լինի, եթե որևէ դեպքում ես այնպիսի սխալ անեմ, որի արդյունքում կարող եմ վարկաբեկվել, ես պատրաստ եմ այդ սխալը դնել կարգապահական հանձնաժողովի աչքի առջև, եւ եթե եկեղեցին օրինակ կարճաժամկետ պատիժ չի տա, ասենք փիլոնազրկություն, կախակայում կամ կարգալույծկանից, ես պատրաստ եմ բոլոր տարբերակներով, ես կուզեմ, որ մեր բարձրաստիճան, ցածրաստիճան հոգևորականներից, մեր քաղաքացիներից սկսած այնքան քաջությունը երեք Լիդիան ազատության մեջ էր։ Երեք իմ օրը շատ տոնական էր, անկախ նրանից, անկախ իրենց վարչապետի հետ հանդիպումից, ես օրինակ ավելի շատ երեք ուրախացել եմ, քան տխրել։ Ուրախացել եմ Լիդիա Մանթաշյանի ազատության համար, կներեք հեսա։ Այդ հոգևորականը դա Լիդիա Մանթաշյանի քաջության համար նախորդ դատին, նախորդ 5 շաբթի տեսա ինչպես Լիդիան իրեն շատ աղջիկ լինելով, շատ քնքուշ լինելով հանդերձ, բայց իրեն շատ քաջ, շատ արի կերպով եւ արդյունքում երեք ինքը դատանի դահլիճից ազատ արձակվեց եւ վստահ եմ, որ Աստված նաեւ ազատություն կտա բոլոր կալանավայրում եպղող եպիսկոպոսներին։ Ես այսօր ավելի շատ աղոթում եմ թվացյալ ազատության մեջ եղող, բայց իրենց սկզբունքներին, իրենց ուխտը դրժած եկեղեցականների համար, ավելի քիչ աղոթում եմ կալանավայրում եղող եպիսկոպոսների համար, որտեղ իրենք իրենց ճիշտ տեղում են եւ հալածանքներ են կրում։ Փառք ու պատիվ իրենց, ես որպես իրենցից կրտսեր եկեղեցական կան իրենք իմ համար իդեալական հոգևորական։ Կներեք, դուք տեսել եք այստեղ այն եպիսկոպոսներին, վարչապետի հետ հանդիպած հոգևորականներին այսօր այստեղ տեսել եք, թե ոչ նրանց մասնակցությամբ խիստ կա, թե ոչ։ Ձեր ինչ հարց եք տալիս։ Կհիշեմ, ձեր հարցն եք կհիշեմ։ Չեմ մոռանա պատասխանեք։ Հա, իր հարցին, Նարեկի հարցին պատասխանեմ, ճիշտ ասած չեմ տեսել, ասենք որևէ ձևի չեմ քաշվի տեսնել եւ իրենց աչքերի մեջ նայելուց, բայց դուք հարցը տվեք։ Տեսեք, դուք ասացիք, որ բարձրաստիճան եկեղեցականները, ովքեր երեք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են, իրենց վախեցրել են, կոմպրոմատներ ունեն իրենց դեմ, բայց Նիկոլ Փաշինյանը իրենց շնորհակալություն էր հայտնել իրենց սկզբունքային լինելու համար, սկզբունքային դիրքորոշման համար, որ գնացել էին, ներկայացել են, եւ նաեւ խնդրում եմ ասեք, եթե վեհապարը նաեւ
Նավասարդ arczepiskopos Կճոյանի վերաբերյալ դուք ասացիք ապաշխարել է, դրա համար ներել է, օրինակ Առաքել Սրբազանին ինչի համար է ներել։ Ինքն էլ է անցել այդ ճանապարհով, որովհետև Առաջի հարցը նորից։ Առաջին հարցը Նիկոլ Փաշինյանը 3 եպիսկոպոսներին։ Առաջի հարցին պատասխանեմ, երկրորդի պատասխաննել կգտնեք։ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության համար 1 ստախոսն է, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց ասել է ձեզ ողջունում եմ ձեր քաջության, ջան, համարձակության, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այդ մասին, որ ինքը վախկոտ է։ Եթե մեկին ասում է, որ դու համարձակ ես, ուրեմն ինքը լկտի պահված լինի, եւ ասենք Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է, վարկաբեկում է։ Այսօր ասում է մեկը հավատացյալներից Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի շատ շնորհակալություն իրենից, որտեվ եթե ինքը ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներից մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն, այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք։ Եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց։